ունեն հարցեր, կարան չպրտեցին գնում ենք ներս։ Երեխայից չի փայլուց է։ Ուրեմն նշանակում է կազմակերպված է։ Չէ, ներեցեք, բանը մի Ես եմ կազմակերպել, մեկը ես եմ կազմակերպել։ Բոլորս կազմակերպել։ Հիմա ժողովուրդը պահանջում է չեղած ճանաչել։ Բոլորս էլ կազմակերպել չենք, բոլորս էլ պահանջում ենք, որ օրենքը, որով սահմանվում է, որ պետքամուծել տրանսպորտի համար 150 դրամ, չեղյալ համարվի ու գործի 5 սաց։ Մի արեք ժողովուրդ։ Ժողովուրդ մենք ստեղ ոչ վայրենի ազգ ենք, ոչ էլ ադրբեջանցիների նման ենք։ Քաղաքավարի լուծենք մեր Սուսեք լսենք ես մարդու։ Եղան որ Պարիստանցիների հակացումով է դա պայման։ Հարկելի ժողովուրդ։ Թույլ տվեք որ խոսենք, եթե թույլ չեք տալու։ Այս 50 դրամը վերցրեք գնացեք։ Ձեր հետ խոսալու բան չկա, վերցրեք գնացեք։ Այդ ձեր նշանն է վերցրեք։ Շնորհակալ եմ, ապրես։ Դու արդեն ուրիշ բաներ ես ասում, բան։ Պատճառաբանությունը Ոչինչ, հիմա իր խելքել է ճանաչում։ Պարոն Նավասարյան, ես ժողովրդի սովորական քաղաքացիների անունից եմ խոսում հիմա։ Հայաստանում նվազագույն աշխատավարձը 33,000 դրամ է ընդհանրապես կազմում։ 33,000 դրամ չի մոտավորապես։ Ինչ է։ 45,000 նվազագույն, 45,000։ 45,000 նվազագույն։ Եթե մարդ ամեն օր գնում է աշխատանքի, իր աշխատավարձի մոտ 25% ծախսում է տրանսպորտի վրա։ Ինչքանով է ռեալ 40,000 դրամի մոտ աշխատավարձով Երևանում կոնկրետ կամ Հայաստանում նման գնային պայմաններում ապրել է, գոյատևել է։ Ես խնդրում եմ ինձ հարցեր տվեք, որը վերաբերվում է տրանսպորտին, որը վերաբերվում է տրանսպորտի սակագնին, այլ ոչ թե նվազագույն աշխատավարձին եւ ես այո կապված են։ Ես գիտեմ որ կապված են, բայց ես պատասխան չեմ կարող տալ թե ինչի Ես կարող եմ պատասխան տալ, որ ես կարող եմ պատասխան տալ, որ տվյալ միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիներով սպասարկման համար կատարում է որոշակի ծախսեր, որոնց մանրամասը հաշվարկներ է դրված է կայքում, եթե դու ձեր կողմից կա հարցադրումներ, խնդրում եմ տվեք, եթե դուք նկատած լինեք այդ տրանսպորտի ծախսերի մեջ, հատկապես դիզելային վառելային, մոտավորապես 60-70% դիզելային վառելանքի վրա է ծախսվում ստացված եկամուտի։ Հաշվարկել եք դա, նկատել եք դա։ Ուրեմն դիզելային վառելանյութը թանկացել է այնքանով, որքանով որ 1998-97 թվականին երբ որ ունեինք 100 դրամանոց և 50 դրամանոց փոխադրավարձեր, այն ժամանակ դիզելային վառելանքի գինը 200-230 դրամ։ 2008 թվականին, երբ որ դիզելային վառելանքի գինը 370 դրամ էր, նույնպես հարց էր բարձրացվել ուղևորցի վերանայման հարցով։ Այսօրվա վիճակով 2008 թվականի համեմատ դիզելային վառելանքը դարձել է 480 դրամ։ Բացի այն, որ դիզելային վառելքը 370-ից դարձել է 470 դրամ։ Թանկացել է պահեստամասը, թանկացել է ավտոբուսը։ Եթե պատրաստ եք բոլորը ոտքով գնալու,
Ներողություն մի բան ասեմ, հարցը ուղղված է լուծարեք, նոր կազմակերպություններ թող գան, մենք ցանկացած նոր կազմակերպությանը պատրաստ ենք ընդունելու եւ ողջունում ենք, եւ եթե դուք ինֆորմացված եք, արդեն 1 տարուց ավել է ավտոբուսային երթուղիների համար երևի յուրաքանչյուր երթուղին 5-ից 6 անգամ հայտ է ներկայացվել մրցույթին մասնակցելու։ Մենք շատ ուրախ կլինենք, որ նոր կազմակերպություններ կան, այդ 7-ից 8 երթուղիները աշխատեն։ Պարոն Նավասարյան, մի քանի ընկերություններ, 3 Այդ քաղաքապետարանն է ներկայացնում, որպեսզի ներդրողներ լինեն։ Կազմակերպությունները ինչու են հայտ ներկայացնում, եթե շահութաբերչի գիծ պահել։ Հենց դες մարդիկ են, չէ հայտ ներկայացնողները, հենց նեն։ Ուրեմն սովորական հարցին պատասխան տամ։ Այն երթուղիները, որոնք որ ավտոբուսներ են, ներկրել են նոր եւ բերել են հունվար ամսից հետո, որոնք հիմա արդեն վարկային պարտավորությունների տակ են եւ չեն կարողանում բիզնես չի, դա ինչու են ներկրել են, որովհետեւ իրենց զբաղվող աշխատանքը դա է։ Եվ մեր Երևանի քաղաքի բնակիչների համար հարկավոր է տրանսպորտային միջոց, որ սպասարկեին։ Եթե կարողանանք մենք դոտացիա տալ, մենք ուրախ կլինենք եւ մեր Երևանի քաղաքապետարանում առայժմ այդքան ֆինանսական միջոցներ չկա, որպեսզի Երևանի քաղաքապետը ունի անձամբ 2 գիծ, 15 եւ 32։ Ես դրա մասին ինֆորմացված չեմ, ես փաստաթղթերով շահագրգռված է թանկացումներով, թե շահագրգռված է, որպեսզի ժողովուրդը երթևեկի ավելի ցածր վարձավճար։ Մեզանից յուրաքանչյուրը շահագրգռված է, որպեսզի ժողովուրդը գնա ամենացածր ուղի վարձի։ Հարց եք տվել, դուք տվեք ես պատասխանեմ։ Պարոն Նավասարյան, իմ հարցին պատասխան չի գոհացնում, ինչ եք ինձ հրավիրել։ Իմ հարցին պատասխանեք։ Եթե իմ պատասխանը ձեզ չի գոհացնում, ինչ եք ինձ հրավիրել։ Իմ հարցին պատասխանեք, իմ հարցին։ Մի քանի ուղևորափոխադրող ընկերություններ, ժողովուրդ խնդրում եմ մի րոպե հարց տամ, մի քանի ուղևորափոխադրող ընկերություններ երեք դիմել են տարբեր քաղաքական ուժերի, առանձին խորհրդակցություններ եղել, նույնը եղել է հանրային խորհրդի աշխատանքային հանդիպման ժամանակ։ Մարդիկ ասել են, որ մեզ ձեռնտու է 100 դրամով աշխատելը, եթե քաղաքապետարանը իր ստվերը, իր տերորը մեր նկատմամբ եւ այն գծատերերը, որ իրականացնում են այդ ամեն ինչը, բիզնեսը, տերորը, վերացնեն դա։ Ինչ տերորի մասին է խոսքը, դուք արդյոք տիրապետում եք իրավիճակին։ Եվ ստից բաներ մեր գործին մի փաթաթեք։ Թող քաղաքապետը իր բիզնեսը վաճառի, գազելները վաճառի, սուբսիդիանի 2-3 ամսով կամ 1 տարով։ Մի րոպե ես պատասխանեմ ձեր հարցին։ Ես ինչքանը որ տեղեկացված եմ, այդ կազմակերպությունները, որոնք որ դիմել են, ընդամենը մեկ կազմակերպության մասին է խոսքը։ Այդպես չէ։ Թվարկեք մնացածը, մեկին ես կարող եմ ասել ում մասին է խոսքը։ Որոնք դիմել են տարբեր կազմակերպություններին եւ պատճառաբանում են, որ քաղաքապետարան թալանում է, նույն կազմակերպությունը վարձակալական իմունքներով տարել է այդ ավտոբուսները, այսօր քաղաքապետարանին պարտք է 38 միլիոն դրամի չափով վարձակալության այդ բաները։ Հազարների մասին է խոսքը։ Ոչ, ընդհանուր վարձակալած վերցած ավտոբուսների, եթե ինքը գտնում է, որ շահույթով է, եթե ինքը գտնում է, որ կարող են աշխատել այդ 100 դրամով, եւ եթե ինքը գտնում է, որ քաղաքապետարանը իրեն այդպիսի տերորի ենթարկում, այդ դեպքում ինչի ինքը այդ գումարները չի մուծում։ Այդ շահույթը կա, ինչի չի մուծում եւ այսօր դատական process-ների մեջ է։ Եվ արդեն դուք գծի դերերի շահի ներկայացնում հազարները մուծել է յուրաքանչյուր ավտոբուսը։ ինչպես 16.5 հազարները, որոնք մուծում են յուրաքանչյուր ամիս, մուծվել են կազմակերպությունների կողմից։ Տվյալ կազմակերպության կողմից ոչ, այլ կազմակերպությունների կողմից այո։ Հիմա ասում եք որտեղից։ Եթե ինքը գտնում էր, որ շահույթով է եւ գտնում է, որ 100 դրամով կարող է մուծել, ինչի՞ չի մուծում նաեւ այդ գումարը։ Նրանք ասում են, վերացրեք այդ ռեկետը եւ մենք 100 դրամով սպասարկում ենք ժողովրդին։ Հարցը ուրեմն տվեք այդպես, ես պատասխանեմ, դա ռեկետ չի, դա ծառայության վարձ է։ Ինչ ծառայություն է բացում Երևան տրանսը։ Թույլ տվեք ես ասեմ։
Ուրեմն դա ընդամենը 16500 դրամ է ամսական ծառայության վարձը, որի ծառայությունը կայանում է հետևյալով։ Ամսվա ընթացքում տրվում է տվյալ կազմակերպությանը ուղիղիր, որի հիման վրա հաշվառվում է թե քանի տրանսպորտային միջոց է աշխատել այդ երթուղում սպասարկելու համար։ Ունեն դիսպեչերական կետեր, որտեղ եւ աշխատակիցներ, որտեղ հաշվառում են կատարում օրվա տարբեր ժամերին, հաստատում է կնիկներ են դնում, չհաստատների վրա, հաշվառում են կատարում